Պարոն վարչապետ, երբ ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 միլիարդ դոլարի հսկայածավալ ներդրումներ բերելու մասին Հայաստան, կարող ենք փաստել, որ սա այդ ծրագրի մի մասն է, այս ակումբի ստեղծումը։ Տեսեք, ես ուզում եմ նորից դրան անդրադառնամ։ Մենք ինչ ենք արել։ Մենք ասել ենք կառավարությունները շարժվելու, ասել ենք ախտորոշում, տեսլական, ոնց ենք պատկերացնում երկիրը փոխել եւ այլն, եւ որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 միլիարդի ներդրումային ծրագիր իրենց աղբյուրներով, կատարողով, պրոյեկտով, մուլտիպլիկատիվ էֆեկտով եւ այլն։ Այս 3.2 միլիարդի մեջ այս կլուբը կարող է մասնակից դառնալ, թե չէ, կլուբի խնդիրն է, բայց մենք ակնկալում ենք, որ կլուբի ներմուծելով 3.2 միլիարդի կողքից նորից կլինեն ներդրումներ։ Հարց պարոն Կարապետյանին, երբ որ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, Ռուսաստանաբնակ հայ գործարանները պատրաստակամություն եւ հայտարարություն տարածեցին աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին, սա մեկնարկն է արդյոք, եւ դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել, եթե հիշում եք հարցազրույցի ժամանակ, ինչ առարկայական գործնական քայլեր ենք տեսնելու, շնորհակալություն։ Սա զարմանք չի։ Մարտին զարմացնում ենք։ Մենք իրոք եւ Մոսկվայում եւ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճմանը։ Դրա համար ես կարող եմ ասել ինչպես Տաշիր խմբի անունից, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցություն ենք ունենալու այս ակումբի աշխատանքին, այս ակումբի հաջողությանը։ Առաջին քայլը երբ կտեսնենք, կներեք են հստակեցում։ Այս հենց այն դեռնից ելանք առաջի քայլը լինելու է։ Ասում եմ Սամվել Կարապետյանին։ Պարոն Կարապետյան, ինչպես կգնահատեք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, նրանց ընթացքը։ Ինչպիսին է այն ձեր գնահատմամբ, շնորհակալ եմ։ Կարեն Կարապետյանը ինձ թվում է դեռ շատ սյուրպրիզներ ունի անելու, դուք շատ կզարմանաք, ընդամենը մի քանի ամիս է ինչն է սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը եւ նորից ասեմ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք եւ ես վստահ եմ, որ մոտակա ժամանակները ամեն օր գոլեր է խփվելու։ Պարոն վարչապետ, հարցս ուղղում եմ ձեզ, դուք նշեցիք, որ ակումբը նոր մշակույթ է բերում Հայաստան, փաստորեն դուք ավելի շուտ ինչ եք ակնկալում այս ակումբի գործունեությունից։ Պրակտիկորեն ես ասել եմ, ակնկալում եմ բիզնես միջավայրի փոփոխություն, նոր մշակույթի ձևավորում, բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի շուկայում ակտիվացում, ֆինանսական շուկայում ակտիվացում։ Ակնկալում եմ ինվեստորի կլուբի անդամները շատ աշխարհով մեկ տարածված են եւ ունեն գործընկերներ, իրանց այստեղի մասնակցությունը բերի նրան, որ այս կլուբը դառնա կամուրջ բավականին մեծ ֆինանսական շուկայի եւ բիզնես կառույցների միջեւ։ Իրականում ես ակնկալում եմ, որ ինքը որակական փոփոխություն է տալու մեր բիզնես միջավայրում։ Ավելին, ոչ թե ակնկալում եմ, համոզված եմ, որտեղ սա առաջի օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր կլուբ է, որ ունի բիզնես նպատակներ եւ հենց դա պետք է անենք։ Մենք այսօր օգտվելով առիթից ուզում եմ ասեմ, որ մեր բոլոր գործընկերների հետ, կլինի Ռուսաստանի Դաշնություն, թե այլ երկրներում հետ բանակցում ենք, մենք հենց այս դաշտն ենք ուզում տեղափոխենք։ Մենք դեմ չենք գրանտների, դրամաշնորհների, բայց մենք ուզում ենք միջավայր ստեղծենք, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որտեղ դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ։ Սամվել Կարապետյանին հարցս ուղղեմ, արդեն կա որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ եւ արդյոք կան հստակ ծրագրերի եւ աշխատատեղերի մասով ինչ հարց է լուծվում այս ներդրումներով, ունեք գնահատականներ։ Անպայման ունենք գնահատականներ, մենք ընտրել ենք ներդրումային ծրագրեր, որը ներկայացված է, կարող եմ ասել մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված է եւ առաջինը այդ ուղղությամբ մենք փորձելու ենք անել մոտակա ժամանակ մեր ներդրումները։ Բոլոր այդ ծրագրերը, որոնք ներկայացված են, շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրենցից, քանի որ հիմնականում դա էներգետիկայի ոլորտում է, մենք փորձելու ենք այս արագ ներդրումների հաշվին աջակցենք, որպեսզի հնարավորություն ունենա կառավարությունը իրոք վերանայի տարիֆները իօգուտ նվազեցման։
Էներգետիկայի մասին է խոսքը, էլեկտրոէներգիայի։ Իսկ ծավալները կան, կարող ենք Ծավալները կան, ծավալները քիչ չեն։ Դրա մասին կիմանաք հաջորդ դասին։ Շատ լավ։ Ես էլ քանի որ իրականում էմոցիաները խեղդում են, նորից ուզում եմ հարգելի ընկերներ, բոլորի շնորհակալություն հայտնեմ։ Չեք պատկերացնում ինչքան շահագրգռված եմ, որ ավելին նույնիսկ համոզված եմ, որ դուք երբևիցե չեք փոշմանել, որ այսպիսի քայլ եք արել։ Եվ մենք դրանով կփոխենք մթնոլորտ Հայաստանում։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, Սամվել ջան, պերսոնալ քեզ շնորհակալություն։